բակից, որտեղ գտնում է ակտիվիստ Արթուր Չախոյանը եւ մենք այս պահին ուղիղ կապի մեջ ենք նրա փաստաբան Վահե Եփրիկյանի հետ։ Պարոն Եփրիկյան, դուք ուղիղ եթերում եք, մեզ հիմա լսում են, կարող եք ասել, թե այս պահի դրությամբ ինչ վիճակում է գտնվում նախ Արթուր Չախոյանը, հետազոտել է նրան վնասվածքները լուրջ են թե ոչ, հետո նաեւ նրա կարգավիճակին անդրադառնանք։ Այս պահին հետազոտությունները իրականացվում են, կատը հետազոտություն իրականացրեցին, անձամբ չեմ կարող ասել, որովհետև բժիշկներն չգիտեն ավելի մասնագիտական նեղ կարծիք երևի շուտով կունենան։ Վնասվածքները բավական տեսանելի են, անձն աչքով էլ երևում է, սալջարդներ, այտուցներ, դրանց վերաբերյալ եւս մոտակա ժամանակում ինձ թվում է պատշաճ տեղեկություն կունենանք արդեն բժշկական տեսանկյունից։ Ինչ վերաբերում է Արթուր Չախոյանի կարգավիճակին, ձերբակալվածի կարգավիճակ ունի, անմիջականորեն կասկածանքով խուլիգանության հանցակազմով, իբրև թե Արթուր Չախոյանը խուլիգանություն է կատարել։ Ինձ ոստիկանության լրատվական բաժնից պաշտոնապես հայտնեցին, որ այս պահին կա 6 ձերբակալված տվյալ միջադեպով, բայց անուններ չնշեցին, փաստորեն մեկը Արթուր Չախոյանը եւ հիմա տեղեկություններով ձերբակալված անձին կային Նորքի ոստիկանության բաժնում, հավանաբար խուլիգանություն կատարող անձինք, ենթադրյալ խուլիգանություն կատարող անձինք, բայց ինչպես նկատեցի Նորքի ցաղապետի ես ոստիկանության բաժնում չեմ տեսել, իսկ մամուլում շրջանառվող տեսանյութերում ակնհայտորեն երևում էր, որ խուլիգանություն կատարող կենտրոնական ներկայացուցիչներից կենտրոնական անձանցից մեկը հենց ցաղապետն էր, այսինքն գլխավոր գործող անձը ինքն էր, Տիգրան Տեր-Մարգարյանը։ Ինձ համար չգիտեմ անուն հասկանալի, ինձ համար անհասկանալի է, երբ որ մենք ունենք առերևույթ հանցադեպը, տվյալ պարագայում մամուլի տեսանյութ ունենք, որտեղ երևում է, թե ով է իրականացնում խուլիգանություն, առնվազն ով է հասցնում անձնական վնասվածքներ, որ տրամաբանությամբ ընտրվել այն անձանց շրջանակը, որոնք բերման են ենթարկվել եւ որ տրամաբանությամբ բերման չի ենթարկվել տեսանյութում փաստական գործողություններ կատարող անձը։ Իսկ դուք նախնական այդ գործողությունների ժամանակ ոստիկանության բաժնում չպնդեցիք, որ Արթուր Չախոյանը այստեղ տուժող է, այլ ոչ թե, համենայն դեպս ըստ կադրերի տուժող է, նրան են ծեծում, ոչ թե նա է ծեծում, այլ ոչ թե ծեծող։ Մեր կողմից դա բնականաբար բարձրաձայնվել է, ավելին մենք ներկայացրել հանցագործության մասին, խնդրելով նախաձեռնել համապատասխան բարույթ եւ ըստ էության գնահատական տալ այդ կատարված իրադարձությունները։ Տեղյակ եք քրեական վարույթ նախաձեռնվել է, թե ոչ, մենք իհարկե կփորձենք քննչական կոմիտեից դա լրացուցիչ ճշտել, բայց այս պահին նախաձեռնված է, որովհետեւ արդեն իսկ ըստ էության Արթուր Չախոյանը ունի ձերբակալվածի կարգավիճակ ներկայացրեցին պետքաղաքության քննիչի մոտ, իսկ մեր ներկայացրած հաղորդման մասով արդեն իսկ կառուցված քրեական վարույթ, նախաձեռնված քրեական վարույթ, թե ոչ տեղյակ չունեմ։ Հասկացա։ Իսկ եւ վերջին հարցը, պարոն Չախոյանը երկար է մնալու հիվանդանոցում, կարող է այսօր գիշերը մնալ այստեղ, թե նրա հետազոտությունները անցնում, տեսնենք, եթե հետազոտությունների արդյունքում վիճակը բավարար կլինի, թույլ կտա, շարունակենք քննչական գործողություններին, արդեն ինչի մոտ նախաձեռնված է քրեական վարույթը, եթե բժիշկները թույլ չեն տա, այդ դեպքում արդեն բնականաբար կշարունակվի։ Իսկ եթե թույլ տան, ներողություն, իսկ եթե թույլ տան եւ դուրս գա նրա ուր է գնալու, այսինքն տանելու են արդեն ոստիկանների հսկողության ներքո է գտնվելու ԶՊՎ, հա։ Քանի որ ձերբակալված է, կտեղափոխվի ոստիկանության Նորքի բաժին, այնտեղից արդեն համապատասխան ձերբակալվածների պայմանվայր հավանաբար։ Քննչական բաժինից թվում է կտանեն։ Հա, մինչև հավանական կալանքի հարցը լուծվի, հա, երևի 72 ժամով։ Ոչ թե 72 ժամյա ռեժիմ չի իրականում, իրենա որ այդքան ժամային սահմանափակում ունեն ոստիկանները եւ քննիչը բնականաբար որպեսզի գործողություններ իրականացնի, դրա համար ենթադրում են զուտ ժամանակ չկորցնելու համար կտանեն քննչական բաժին։ Հասկացա, շատ լավ, հարկ եղած դեպքում, եթե ձեզ հնարավոր լինի, կխնդրենք նաև դուրս գալ, հա, այստեղ բակ նաև շատ լավ, շնորհակալ ենք ձեզ։ Հարգելի հետևորդներ,